Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Թագավորներու երրորդ գիրք 12-րդ գլուխ Հյուսիսային դոհմերը գաբստամփին Ռոփովամ Սուքեմ կնաց, որովհետև ամբողջ Իսրայելը զինք թագավոր հրճագելու համար Սուքեմ կացեր էր։ Երբ Նապադյան Հերոփովամ այս լուրը լսեց, Դագավին Եգիպտոս էր, քանի որ Սողոմոն թագավորին ներկայությունեն փախած էր։ Հերոփովամ Եգիպտոս կփնագեր, ուստի մարդ գրգելով զինք կանչեցին։ Հերոփովամ եւ Իսրայելի ամբողջ համախմբումը եկան ու Ռոփովամի հետ խոսեցան ասելով. «Քու հայրդ մեր լուծը ծանրացուց։ Հիմա հորը դաժանելի ծառայությունը եւ մեր վրա դրած ծանր լուծը թեթևցուր ու քեզի ծառայենք»։ Ինքալ անոնց ասավ. «Կացեք ու 3 օր յետք ինձի վերադարձեք»։ Ժողովուրդը գնաց։ Ռոփովամ թագավորը խորհուրդ հարցուց այն երեցներուն, որոնք իր հոր Սողոմոնի թելադրիչներն էին, երբ ան ողջ էր, եւ ասավ. «Դուք ինձի ինչ խորհուրդ կուտաք, որ այս ժողովրդին պատասխանեմ»։ Անորսին. «Եթե դու այսօր այս ժողովրդին ծառա ալաս, անոնց ծառայես եւ անոնց նպաստավոր խոսքեր ասելով պատասխանես, անոնք ընդմիշտ քու ծառաներդ կլան»։ Բայց ան երեցներուն իրեն դված խրատը անդեսեց ու իր թելադրիչ եւ իրեն հետ մեծած երդասարտերուն խորհուրդ հարցուց։ Անոնց ասավ. «Դուք ինչ խորհուրդ կուտաք, որ այս ժողովրդին պատասխանենք, քանի որ անոնք ինձի խոսեցան ասելով, քու հորդ մեր վրա դրած լուծը թեթևցուր»։ Անոր հետ մեծած երդասարտները իրեն պատասխանեցին. «Սաբես խոսե այս ժողովրդին, որ քեզի ասավ, քու հայրդ մեր լուծը ծանրացուց, բայց դու մեր վրային թեթևցուր»։ Անոնց սա ասե. «Իմ բզդիկ մադս իմ հորս մեջքեն հաստ է։ Իմ հայրս ծեր վրա ծանր լուծ փերծուցեր է, բայց ես հիմա ծեր լուծը ավելի պիտի ծանրացնեմ։ Իմ հայրս ցեզ խարազաններով պատժեր է, բայց ես ցեզ գարիջներով պիտի պատժեմ»։ Հերոփովամ եւ ամբողջ ժողովուրդը երրորդ օրը Ռոփովամի եկան, ինչպես թագավորը ասեր էր, երրորդ օրը ինձի վերադարձեք։ Թագավորը ժողովրդին խստությամբ պատասխանեց, երեցներուն իրեն դված խրատը անդեսելով։ Անոնց հետ խոսեցավ երդասարտներուն խորհրդին համաձայն ասելով. «Իմ հայրս ծեր լուծը ծանրացուցեր է, բայց ես ծեր լուծը ավելի պիտի ծանրացնեմ։ Իմ հայրս ցեզ խարազաններով պատժեր է, բայց ես ցեզ գարիջներով պիտի պատժեմ»։ Թագավորը ժողովրդին խոսքը մտիկ չրավ, որովհետև այս բանը դիրոճմեն եղավ, որբեսի դերը Սիլոնացի Ակիայի միջոցով Նապադյան Հերոփովամի ասած խոսքը իրակորձե։ Երբ ամբողջ Իսրայելը տեսավ, թե թագավորը իրեն մտիկ չրավ, ժողովուրդը թագավորին պատասխանեց. «Մենք Դավիթիքով ինչ բաժին ունենք, Հեսեի որդինքով ժառանգություն չունենք, ով Իսրայել, ծեր վրանները վերադարձեք, ով Դավիթ, հիմա թուն դունդ հոգա»։ Հետևաբար Իսրայել իր վրանները կնաց, բայց Հութայի քաղաքները բնագող Իսրայելի որդիներուն վրա Ռոփովամ թագավորեց։ Երբ Ռոփովամ թագավորը հարգերուն վրա նշանակված Աթորամը ղրգեց, ամբողջ Իսրայելը զանգարգոծեց ու մեռավ։ Ուստի Ռոփովամ թագավորը արտորալով գարկը հեծավ, որբեսի Երուսաղեմ փախչի։ Այսպես Իսրայել Դավիթի դան թեմ ապստամբեցավ մինչև այսօր։ Երբ ամբողջ Իսրայելը Հերոփովամի վերադառնալը լսեց, մարդ ղրգեցին, զինք համայնքի մոտ կանչեցին եւ զինք ամբողջ Իսրայելի վրա թագավոր հրճագեցին։ Միայն Հութայի դոմը Դավիթի դան հետևեցավ, ուրիշ ոչ մեկը հետևեցավ։ Երբ Ռոփովամ Երուսաղեմ ասավ, ամբողջ Հութայի դուրեն ու Բենյամինի դոմեն 180,000 ընդիր բادرազմողներ հավաքեց, որբեսի Իսրայելի դան թեմ բادرազմին եւ թագավորությունը Սողոմոնի որդիին Ռոփովամի վերադարձնեն։ Սեմայայի մարգարեությունը։ Բայց Աստված խոսեցավ Սեմայայի Աստուծո մարդուն ասելով. «Խոսե Սողոմոնի որդիին Հութայի Ռոփովամ թագավորին, Հութայի եւ Բենյամինի ամբողջ դան ու ժողովրդի մնացորդին եւ ասե. Դերը սա գահայդարար է. մի բարձրանաք ու Իսրայելի որդիներուն ծեր եղբայրներուն թեմ մի բادرազմիկ։ Յուրաքանչյուրը իր դունը թող վերադառնա, որովհետեւ այս բանը ինձ մե եղավ»։ Ուստի Տիրոջ խոսքը մտի գրին եւ Տիրոջ ըսածին համաձայն վերադարձան։ Հերոփովամ գեհերանա Աստուծմե։ Հերոփովամ Եփրեմի լեռնագոմը Սուքեմը գառուցանեց ու հոմ բնագեցավ։ Հետո անգե ելավ եւ Փանվելը գառուցանեց։ Հերոփովամ իր սիրտին մեջ ասավ. «Հիմա թագավորությունը Դավիթի դան պիտի վերադառնա։ Եթե այս ժողովուրդը Երուսաղեմ բարձրանա, Տիրոջ դունը զոհ ընծայելու համար,
Այս ժողովրդին սիրտը իր դիրոջ Հութայի Ռոփովամ թագավորին պիտի վերադառնա։ Զիս պիտի մերցնեն ու Հութայի Ռոփովամ թագավորին պիտի վերադառնան։ Թագավորը խորհուրդ հարցուց երկու ոսկի հոր չինեց եւ անոնց ասավ. Ասկե յետք Երուսաղեմ պիտի չբարձրանաք, ով Իսրայել, ահա Աստվածները, որ քեզ Եգիպտոսեն բարձրացուցին։ Մեկը Փեթելի մեջ թրավ, մյուսն ալ Թանի մեջ թրավ։ Ասիկա մեղքի պատճառ եղավ, որովհետև ժողովուրդը մինչև թանգերտար այս հորթերեն մեգուն արչև երկրբակելու։ Նաև բարձր դերերու վրա գրադուն շինեց ու ժողովրդին մեջեն քուրմեր նշանակեց, որոնք Ղևիի որդիներեն չէին։ Փեթելի մեջ Բաշտամունքը գտադաբարդվի։ Հերոփովամ 8-րդ ամսվան մեջ, ամսվան 15-րդ օրը Հութայի մեջ կատարված դոնին պես դոմը սահմանեց եւ Փակինի վրա զոհեր մատուցանեց։ Փեթելի մեջ այդպես ըրավ իր շինած հորթերուն զոհելով ու բարձր դեղերուն համար իր նշանակած քուրմերը Փեթելի մեջ դրավ եւ իր միտքեն հնարած ամսվան մեջ, այսինքն 8-րդ ամսվան 15-րդ օրը Փեթելի մեջ զոհեր մատուցանեց իր շինած Փակինին վրա։ Իսրայելի որդիներուն դոմը կատարեց ու Փակինին վրա զոհեր մատուցանեց խունգ ձխելով։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։